Ում են նշանակում այդ պաշտոններին։ Այդ ամեն ինչ ով պիտի առաջ տանի, ով պիտի զարգացնի։ Եթե երկիրը կառավարվում է, մշակույթն էլ պիտի կառավարվի, չէ՞։ Գնում ենք դեպի ճգնաժամ հայկական երաժշտության մշակույթի։ Մշակույթի նախարարությունը զբաղված է նույն բաներով, որ ժամանակին զբաղվել է սովետական համակարգը։ Եթե մենք սրանից դուրս չգանք, մեր վերջը շատ վատ կլինի։ Ինչ տեղի ունեցավ մեր ուղեղներում այդ դեպքում։ Այդ պորտալները չկտրվեց։ Ինչ ասա, սղոցեցին, պայթացրեցին, վառեցին, չփոկվեց։ Դա առաքելություն է, դա ուղղակի բիզնես է, դա կոչում է, դա նվիրում է, դա ուղղակի հոգու կանչ է։ Դու պիտի ուժեղ լինես, որ մարդը տեսնի, որ դու ուժեղ ես։ Այդ վաղ ինքը քո հետ կուզենա երկը խաղաղության մեջ ապրել։ Թիրախավորելով կաթողիկոսին, իրենք թիրախավորում են դրանով նաև եկեղեցուն, թե ոչ։ Եկեղեցին արեց այն ինչ որ պիտի աներ պետությունը, այս պետությունը չարեց։ Այս պայքարը ոչ թե եկեղեցու, այլ անձերի դեմ է։ Ինչպես եք վերաբերում այդ մոտեցմանը։ 52 հոգի պարգևատրվեցին մարտական խաչ 2 աստիճան։ Դուք հասկանում եք ինչ է դա նշանակում։ Այդ շքանշանը արժե զրկվել այսօր հետը։ Ինքը գոյություն չունի։ Այն երկրում, որտեղ ուսուցիչը ստանում է այն աշխատավարձը, որը հիմա տալիս են մեր ուսուցիչներին, չի կարա այդ երկիրը զարգանա։ Չի կարա, պարզապես անհնարին է։ Էն էլ էս ազգը, որը ցույց տվեց, որ ինչպես կարա ինքը ուժեղանա եւ որքան հզոր կարող է լինել եւ ինչ հաղթանակներ կարող է ունենալ։